Պեկինում տեղի են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Շի Ջինպինգի փակ բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 2 ժամ։ Սպիտակ տան տվյալներով կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունը, Իրանի շուրջ իրավիճակը, Strait of Hormuz-ի անվտանգությունը և Թայվանի հարցը։ Առաջնորդները նաև քննարկել են ամերիկյան բիզնեսի մուտքի ընդլայնումը չինական շուկա և Չինաստանի ներդրումների ավելացումը ԱՄՆ տնտեսության մեջ։ Սի Ցզինպինի խոսքով առևտրային պատերազմում հաղթողներ չկան, իսկ տարաձայնությունները պետք է լուծվեն հավասար խորհրդակցությունների միջոցով։ Առանձին ուշադրություն է դարձվել Իրանին և Օրմուզի նեղուցին։ Ինչպես հայտնել են Սպիտակ տնից, Չինաստանի նախագահը հանդես է եկել նեղուցի ռազմականացման և դրա օգտագործումը սահմանափակելու ցանկացած փորձի դեմ։ Խոսելով Թայվանի մասին, Սի Ցզինպինը զգուշացրել է, որ այս հարցում սխալ մոտեցումը կարող է հանգեցնել երկու տերությունների միջև վտանգավոր հակամարտության։ Նա նաև հիշատակել է Թուկիդիդեսի թակարդը։